վաղուց եմ լսել Կասը, անպայման Դե կաշխատեմ ուրախացնող քեզ պատասխան տամ Չէ, անկախ պատասխանից կզանգեմ կասեմ, անպայման Եղավ Էլեն ջան Եղավ, ապրես Պակա Եվա, 28 տարեկան, մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատում է բանկում, ամուսնացած է, ունի 2 երեխա Հետո հետ էր խոսում և Հրաչ, 32 տարեկան, Եվայի ամուսինն է, ունի սեփական բիզնես Սա կասեմ կյանքս, բայց լավ կլինի այդ գործդ մի կողմ թողնես, հա, մի քիչ երկար պատմություն է Թե շտապ գործեր ունես Չէ ասա Եվ ջան, ինչ կա, ինչ հոլուժման չկա Չէ, ուղղակի մի լավ աղջիկ կա, ուզում եմ անպայման օգնած ընեմ Ու մասին է խոսքը Քրոջս ընկերուհին է, լավ աղջիկ է շատ, թարգմանչուհի է Ու հիմա գործ չունի, գիտի որ օֆիս ունենք, նոր զանգել էր ասում էր ձեր մոտ գործի տեղ չկա, ավարտած աղջիկ է, լեզուներ գիտի Եվ ջան, դե Գիտես ասեց քարտուղարուհու գործը լինի կաշխատեմ Եվ ջան, հիմա սաղ քարտուղարուհին էլ ավարտած են Քարտուղարուհին կամ գործավարուհին, պետքա շեֆի աջ ձեռք լինի Լեզուներ իմանա, համակարգիչ իմանա Լավ, դու ասա տեսնեմ այդ աղջիկը ինչ լեզու գիտի, համակարգիչին տիրապետում է Հրաշ ջան, լավ աղջիկ է, ամուսնացավ, բայց անհաջող, բաժանվեց Հետո աղբոր կնգա հետ յոլա չէին գնում մի տան մեջ Հիմա առանձին վարձով տենց մնում է, դե պատկերացրու հիմա ինչ դժվար պահ է իր համար Համ չի աշխատում, համ էլ վարձ պիտի մուծի Եվ ջան, ես իմ մի տեսակ դուրս չեկավ իր անցյալը Ոնց հասկանում կռվարար աղջիկ է, հա, որ ոչ մեկ այդ յոլա չի գնում Չէ հրաշ ջան, չեմ կարծում Դե ես իրան այդքան լավ չեմ ճանաչում մոտիկից, քրոջս ընկերուհին է Բայց ինձ թվում է ուղղակի կյանքը չի ստացվել Հա, իմիջիալոց անգլերեն, ռուսերեն գերազանց տիրապետում է, մի քիչ է իսպաներեն գիտի Լավ, ինչ է աշխատել, որտեղ է աշխատել Այ որ ասեմ սենց կոնկրետ չգիտեմ, մենակ գիտեմ ամուսնացած տարիներին չի աշխատել, իսկ նենց սենց մասնավոր օֆիսներում աշխատել է որպես գործավարուհի, թարգմանչուհի, կարծեմ տենց էր Չգիտեմ Եվ ջան, մինչև չտեսնեմ, հետը չխոսեմ չեմ կարել իրեն գործի ընդունեմ Հա, ճիշտ է, իմ քարտուղարուհին մի շաբաթից վիզա արձակուրդ է գնում, բայց մինչև այդ աղջկա չտեսնեմ, չհամոզվեմ, որ ինքնա հաստատ գործի չեմ ընդունել Անգամ եթե կինը տա խնդրում, պարոն տնօրեն Սենց սիրալի վերաբերմունքին ես չեմ կարող մերժեմ Լավ ցավը տանեմ, ասա դու վաղ առավոտ գա, մի բան կանենք Եղա, դե ես գնամ սուրճ պատրաստեմ Ապրես Մտեք Բարև ձեզ Կարելի է Բարև ձեզ Ենթադրում եմ Էլենը դուք եք Հա, երեք ինձ հետ էր Եվան խոսում Էլեն, 29 տարեկան, ամուսնացած բաժանված է, երեխաներ չունի, մասնագիտությամբ թարգմանչուհի է Համեցեք, նստեք Մերսի Էլեն ջան, կասեք ինչ աշխատանքների եք ծանոթ դուք, ինչ աշխատանք եք արել Ես 3 տեղ եմ աշխատել, երկուսում եղել եմ գործավարուհի, իսկ երրորդում թարգմանչուհի, որտեղ 2 տարի աշխատել եմ Շատ լավ է Էլեն ջան, մենք տարբեր ապրանքներ ենք ներկրում Հայաստան Տարբեր ընկերությունների հետ ենք աշխատում Մեր թղթաբանությունը շատ է ու երկար է, այնպես որ կարող է այնպես պատահել, որ աշխատանքից բացի հավելյալ մի 2 ժամ մնանք օֆիսում Դա ձեզ չի խանգարում Չէ, իհարկե, չէ, ինչքան անհրաժեշտ լինի, ես այդքան էլ կմնամ Այդ շատ լավ է
Իսկ համակարգչային ծրագրերին ծանոթ եք, այ օրինակ Excel, դա շատ է մեզ պետք գալիս։ Եթե նույնիսկ դժվար լինի, ես գլուխ կհանեմ։ Եվան ինձ ասեց, որ անգլերեն եւ ռուսերեն լավ եք տիրապետում, հա։ Դե դա իմ մասնագիտությունն է։ Հա։ Ինձ թվում է, որ դու արդեն աշխատանքի ես ընդունվել։ Ձեզ թվում է, թե հաստատ։ Դե մեր Իրան դեռ մի շաբաթ գալու է, այնպես որ դու այդ մի շաբաթվա ընթացքում կարող ես մի 2 ժամ գալ, կծանոթանաս աշխատանքին, կտեսնես ով բարեկամն է, նոր 2 շաբթի օրվանից արդեն լիարժեք կգաս աշխատանքի։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շատ հաճելի էր ծանոթանալ ձեզ հետ, հուսով եմ դեռ շատ առիթներ կունենանք միմյանց հետ շփվելու։ Փոխադարձ։ Ստեսություն։ Ստեսություն։ Շատ լավն էր։ Տեսնես կինս տեսել ես Էլենին։ Հրաչը միշտ զգուշավոր էր եղել աշխատողներ ընտրելու հարցում, բայց այս անգամ Էլենը անբացատրելի ազդեցություն ունեցավ նրա վրա։ Նա չկարողացավ դիմանալ Էլենի գայթակղությանն ու ընկրկեց. Կյանքս, ես ոնց ասել շուտ եկար։ Ես իմ Եվ ջան, օգնած էի, ասացի գամ տու մի քիչ հանգստանամ, հաց ուտեմ, հետո կերևա էլի։ Ես բա ճուտիկ բուլիկներն ունեն։ Մեր անստանն են։ Դու մի քիչ հանգստացի, հետո մեքենայով կգնանք կբերենք։ Հա, այսօր եկել էր Էլենը, խոսացիր, հավանեցիր։ Հա, Եվ ջան, եկավ, խոսացինք, տեսա, տվյալները դուրս եկավ։ Բայց դե ես իմ թող մի քանի օր գա, քանի Իրենը չի գնացել։ Իրեն համ կսովորացնի, համ էլ ընթացքում կտեսնեմ էլի։ Կարող է, չի կարող, ընդունակությունները ոնց է։ Խելացի է, շուտ կսովորի։ Տեսնենք Եվ ջան, տեսնենք։ Տեսնենք քո գովեսները ինչքանով են ճիշտ։ Այ մի քանի օրից կերևա ու մի քանի օրից ես կորոշեմ, ընդունեմ թե չէ։ Դե լավ էլի Հրաչ, միանգամից ընդունի թող այդ աղջիկը գա։ Երեխա է փոքր մեծացնում, մեղք է չէ։ Հեչ մեղքի տեսք չուներ քո հետ Էլեն, հա, ասար իմանաս։ Դե լավ հիմա ամուսնացած բաժանված աղջիկ է։ Երևի ուզում է կյանքը նորից սկսի։ Իրան հետևում է, դրա մեջ ինչ վատ բան կա որ։ Հեչ, բան չասեցի Եվ ջան։ Դե ես էլ եմ այդ ասում, հիմա աղջիկ է, թող հագնվի, արդ ու զարդը ամեն ինչ տեղ։ Եվան շատ էր ուզում ընդառաջել Էլենին, հաշվի առնելով նրա միայնակ մայր լինելու փաստը։ Նա ամեն բան արեց, որ Հրաչը Էլենին ընդունի աշխատանքի։ Էլեն ջան, մի րոպե կգաս։ Ասա Հրաչ ջան, Էլեն ջան, մի հատ այսօրվա պայմանագրերը տպի բեր ու կարող ես գնալ։ չէ, կբերեմ պայմանագրերը, բայց ես այսօր երկար եմ աշխատելու։ Բա որ ստեղ երկար ես մնալու, երեխայիդ ով անայելու։ Մամայիս մոտ է, այսօր իր մոտ է մնալու։ Լավ, դե պայմանագրերը բեր։ Լավ, իսկ ուզում ես մինչետ սուրճ կամ թեյ բերեմ խմենք միասին։ Լավ Էլեն ջան, դու պայմանագրերը բեր, հետո էլ սուրճ կբերես։ Հաճույքը խմենք իրար հետ։ Շատ լավ։ Խաղը սկսված է սիրելիս։ Ախ, խելքան անում ես աղջիկը։
Ինչ լավ է, որ օֆիսում մարդ չկա ու երկուսով ենք մնացել։ Ավելի խաղաղ անցնա։ Գիտես, ինձ էլ է դուր գալիս երեկոյան ժամերին մնալ օֆիսում, որովհետև այս ժամերին ես ավելի շատ եմ աշխատում։ Նամանավանդ ավելի հետաքրքիր է դառնում, երբ դու կողքիս ես լինում։ Էլեն, ասում էր բալիկդ մամայի մոտ է մնալու, հա։ Ահա, այսօր զանգեցի, ասացի, որ ուշանալու եմ, երեխային վերցրեց մանկապարտեզից իր մոտը։ Իսկ գիշերներն էլ է մնում մամայի մոտ։ Հա, իրանք շատ կապված են։ Հա, այդ արդեն շատ լավ է։ Գիտես, այսօր հեչ հավես չունեմ տուն գնալու։ Իսկ դու։ Պատկերացրու ես էլ։ Իսկ դեմ չես լինի, որ երկուսով այսօր մի շատ հետաքրքիր տեղ գնանք։ Դե, եթե խոստանաս, որ շատ հետաքրքիր կանցնի երեկոն, ուրեմն դեմ չեմ։ Ես չեմ խոստանում։ Վստահեցնում եմ, որ անմոռանալի երեկո կանցկացնենք իրար հետ։ Լավ։ Այդ դեպքում զանգեմ մամային, ասեմ, որ այսօր երամսյակի հաշվետվությունն եմ պատրաստելու։ Շատ տաք ես։ Դե, What is love? What is? Մամ ջան, ես այսօր մի քիչ ուշ եմ գալու տուն, կամ ընդհանրապես չեմ գալու, էլի, երամսյակի հաշվետվությունը պիտի ներկայացնենք, վաղը, ուզում եմ պատրաստեմ մի քիչ։ Դե լավ, մամ ջան։ Think love can Գնացինք։ love Գնացինք։ make you sing. Էլենի ու Հրաչի հարաբերությունները գնալով ջերմացան։ Նրանք սկսեցին պարբերաբար հանդիպել։ Էլենի խնդրանքով Հրաչը հաճախ հոգում էր նրա ֆինանսական խնդիրները։ Հրաչը շատ էր բացակայում տնից, ու դա Եվային մտածելու տեղիք էր տալիս։ Love can make you say, love can break your heart and love can